Շինարարական աղմուկին նոր նորքում նոյեմբերին բարեկարգված այգու խաղաղությունն է փոխարինելու Գայի Պողոտայի հարևանությամբ 5 հեկտար տարածքը 25 տարի չի խնամվել։ Երևանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի երիտասարդ դասախոսների նախագծով այս օրերին այգին վերականգնվում է։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աջակցել է երիտասարդների առաջարկներին ու գիտի, նաեւ կանաչ ամֆիթատրոն է կառուցվելու։ Ամֆիթատրոնը որ հատվածում է։ Այս հատվածում, որտեղ որ դուք ծառեր չեք տեսնում։ Այսինքն ամֆիթատրոնը ունենալու համար մենք ոչ մի ծառ չենք կատարում։ Չէ, ծառ չի կատարվում միանշանակ, կա մի քանի ծառ, որը նախատեսվում է տեղափոխել աշնանծառատունքի ընթացքում։ Այգում աշխատանքների մեկնարկին մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնությունը կոշտ քննադատությամբ արձագանքեց։ Քաղաքապետն ասում է միայն կառուցողական տոնը կընդունի։ Եթե անխնամ վայր է եւ անհրաժեշտություն է առաջացել թեկուս այստեղ աշխատեն, հա, տեխնիկա, սա թե մաքրման աշխատանքներն են իրականացնում, թե հարթացման։ Ես որպես քաղաքապետ դեմ եմ որևիցե ծառի կտրմանը։ Այգին վերականգնելու համար Երևանի համայնքային բյուջեից 230 միլիոն դրամ է ծախսվելու, իսկ այս տարի ընդհանուր հաշվարկով 2.5 միլիարդ դրամ է հատկացվել մայրաքաղաքի կանաչ տարածքների վերականգնման, եղածների պահպանման եւ նորերի ստեղծման համար։ Քաղաքապետարանն այս մասով աշխատում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ։ Միկոյան եւ Գալշոյան փողոցների խաչմերուկին հարող այգու բարեկարգման համար նախատեսված 34 միլիոն դրամի 50%-ը համայնքային բյուջեից, մյուս 50-ը միջազգային կազմակերպություններից է։ Վերջի 3 տարիներում ՄԱԿ-ի գրասենյակի հետ մենք ակտիվ համագործակցում ենք եւ վերջի 1 տարվա ընթացքում այգիների վերակառուցման, նորոգման եւ բարեկարգման ուղղությամբ։ Հնաբնակներն ու ամենափոքրերը նոր նորքում բակերից մեկի 40 տարին են տոնում, ավտոտնակներից եւ ցանկապատերից ազատ։ Որպեսզի հաջորդ այսպիսի բակը ձերը լինի, քաղաքապետը բացատրում է բարեկարգվող բակերի ընտրության սկզբունքը։ Փորձում ենք քաղաքացիների հետ բանակցել, ովքեր իրենց համաձայնությունը տալիս են ինքնուրույն այդ տարածքները ազատել, բնականաբար առաջնահերթությունը լինում է այդ բակին։ 25 տարի այս բակում ապրում ենք, ահռելի է տարբերությունը եւ օր-օրի զգացվում է բարելավում է։ Նոր որ սարքին տարբերվավ, 41 տարի չկար էս բան, հիմա շատ լավ է։ Այս վարչական շրջանում 47 բակի բնակիչներ եւս արդեն համաձայնել են եւ մինչեւ տարեվերջ աշխատանքներն ավարտված կլինեն։ Անի Ավետյան, Արման Ղարիբյան, ժամը լրատվական։